Չէ, կներեք, դա իմիջիայլոց չի, ուրեմն ես ձեր հայտարարությունը շատ պատասխանատու հայտարարություն է եւ ես կարծում եմ, որ եւ հեծը, եւ իրավապահ մարմինները եւ վերահսկողություն իրականացնող մարմինները պետքա ձեր կոնկրետ հարցին պատասխան տան եւ հանրությունը հրապարակային կառավարության շենքում արված այս հայտարարությանը պետքա արձագանք ստանա։ Բոլոր մասերին։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես կարող եմ օգտագործել դոմփել բառի հարցի մեջ տեսողին տարով։ Թե դա Դուք ազատ եք օգտագործել ցանկացած բառապաշար։ Դուք տեղեկ եք այն խոսակցություններից, այն նաև համալի հրապարակումներից, համաձայն որոնց նախ ձեր կողմը անցել եւ այսպես իրական հրաշքված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում երբ եղել է Հայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինքին կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ, կամ ինչպես դուք եք ասել, դոմփել է իր քահանա եւ դրանով իսկ պատճառը հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը եւ մեծ սկանդալի առիթ է տվել եւ իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի ավելի մեծ զարգացումներ չլինեն։ Նաեւ մամուլի հրապարակում էր կան Վազգեն Միրզախանյանի ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործառույթների մասին, եւ խոսքով լավ հաշվարկ չի վայելել ինքը Հայոց թեմում։ Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպես եք փորձում դեր խոսքերով ասած պայքարի սրբապատության դեմ ինքը օրինակացությամբ զբաղվել է, իսկ թե սուրբ մակրամակրության ցավով կուսակրոն ոգևորականը։ Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարի ներդրում ձեզ սպասարկող մեքենայի պետ համարակիչն այսպես պետք է լինի ուլտրա գոլդ Հայաստանի դրոշ եւ ընդամենը մեկ թիվը։ Սա նորից հիշեցեց այդ խոսքի ու գործի տարբերությունը, նախկինում երբ որ նոր եք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա գոլդ համարներ, պետք է հաստատ լինի այն ժամանակ նույնիսկ հասարակ համարով եք, ձեր Mercedes-ը 136.01 ասածը, հիմա այդպես գնալով ավելի այդպես գոլդացավ, հիմա էլ ավելի գոլդ է դառնում։ Սա ունենք ոնց ստացա։ Այդքան էական հարց չէ, ուղղակի։ Չէ, էական հարց է։ Ես կարծում եմ, որ այդ թվում դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ այո վերանայել ենք եւ վերանայել ենք այն տրամաբանությամբ եւ մենք նաեւ այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ մենք այնուամենայնիվ պետական որոշակի ատրիբուտներ կա, որ մենք պարտավոր ենք պահել եւ այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է եւ մենք պետքա մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP001 եւ դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Եվ մենք կարծում ենք, որ այո, այնուամենայնիվ ինչքան էլ մենք
ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել եւ մենք կարծում ենք, որ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը, այն էլ լինի, ես շատ դեպքերում ոչ ֆորմալ եմ մոտենում հարցերին, ոչ ֆորմալ միջոցառումների շատ